թարմ է տիրոջը։ Այսօր գիտեք, որ Պենտեկոստեի օրն է, ամեն, որ եղել է 2000 տարի առաջ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը հիշում եք խաչելությունից առաջ, նա ասեց ավելի լավ է, որ ես գնամ և ուղարկեմ ձեզ համար մխիթարիչը։ Գիտեք, Հիսուսը 3 տարի ու ամիսներ աշակերտների հետ էր, ընդամենը այդքան ժամանակ, իր միսիան կատարեց ու համբարձվեց երկին, լսեց հոր աջ կողմը, բայց Սուրբ Հոգին ամեն մեկից ներսում, ամեն մեկից մեջ է, յուրաքանչյուր քրիստոնյայի մեջ է, դուք պատկերացրեք, որ Հիսուսը չուղարկեր Սուրբ Հոգին, ամեն մեկի կարիքի համար, չգիտեմ ինչքան դժվարություններ, մինչև գնային Հիսուսի մոտ կարիքները ներկայացնեին, տարածությունը, ժամանակը, շատ մեծ բարդություններ կլիներ, դրա վրա չեմ խորանում, ուղղակի գիտեք թանկագին պարգևա մեզ համար Սուրբ Հոգին, մենք պիտի գնահատենք ժողովուրդ ջան, մեծ պարգևա, մի քիչ իմ անունին հոմանիշը անգին պարգևա, թանկագին պարգևա, մենք պիտի գնահատենք, մենք պիտի զգայուն լինենք Սուրբ Հոգու նկատմամբ, չտրտմացնենք Սուրբ Հոգուն, ժողովուրդ ջան, ինքը շատ զգայուն է, նույնիսկ աղավնու հետ են համեմատում, ասում են աղավնու նման, բայց ինքը աղավնի չի, ինքան զգայուն է, գեր զգայուն է, որ մենք երբ մեղք են գործում, ինքը տրտմում է ու ոնց որ չի կարողանում գործել, մենք թույլ չենք տալիս Սուրբ Հոգուն ինչ-որ բան անի, բայց երբ մենք լավ բան ենք անում, ինքը փառավորվում է, ինքը խլվլում է մեր մեջ, մենք զգում ենք դա, որտեվ մեր ներսում է, գիտեք, ես մի բան հասկացա, որ Տերը որ պատիվ է տվել մեզ, այս մեր ապականված մարմնում Սուրբ Հոգին տեղադրել է, որ ինքը մեր հետ աշխատի, մենք փոխվենք, մենք լցվենք, զորանանք, մաքուր ապրենք, որտեվ ինքը մաքրում է նաև, զորացնում է, հիմա հիշեցի այդ դեպքը մեր վերասան, հիմա չկա Մեհեր Մկրտչյանը, ես օրինակ չգիտեի, որ ինքը փրկված մարդ է, այնքան ուրախացա, ինքն էլ հավատք ունեցի, ասում է վիրահատության ժամանակ իր հոգին անջատվել է իրանից, գնացել է երկինք, ասում է լույսը տեսա, նա Հիսուսին չի տեսել, չի իմացել, ու ասում է սկսեցի հենց այդպես այդ երիզում գրված, ասում է ինքը չարայա տվել Տիրոջ հետ, որ մնա մեր ենքան լավն ա եղել, ասում է չէր ուզում երկիր գա, ասում է նույնիսկ իմ դերասանական հմտությունը չօգնեց, ասավ չէ գնա, քո ժամանակը չի, ու ասում է որ չեկա իմ ջամդակի մեջ, հենց այդպես էլ ասելա, օ ես հասկացա, որ իսկապես Տերը մեզ մեծ պարգև ա տվել ժողովուրդ ջան, շատ մեծ, ու մենք պիտի մատերի արանքով չնայենք, ես գիտեք ինչ եմ ուզում խոսամ, Սուրբ Հոգու էությունը, թե ինչի համար է, ինչ հատալի մեզ, ու մեր մի քանի վկայություն կպատնեմ, որ մենք հաղթող ենք, չէ, վկայության խոսքով, գարան արյունով ու վկայությունը մեր հավատն էլ է բարձրացնում ու ավելի ազդեցիկ գործ անում Տերը։ Մենք գիտենք, մենք եռամեկ Աստծուն ենք պաշտում, Հայր Աստծուն, որը հոգի է, Հիսուս Քրիստոս որդուն Աստծուն և Սուրբ Հոգուն։ Ու տեսեք ինչ հայտնություն ստացա ես, մեր Հայր Աստված հոգի է, իրան ոչ ոք չի տեսել։ Ու հիմա տեսեք Սուրբ Հոգի, այսինքն Սուրբ Աստված մեր մեջ է, իր հոգին մեր մեջ է, դա մեծ ժառանգություն է մեր համար, ժողովուրդ ջան, մեծ պատիվ է, մեծ արտոնություն է, ու մենք պիտի ոչ թե ասենք թրթրանք, պարծենանք, այլ ավելի խոնարհվենք, ավելի առաքինի կյանք ունենանք, մենք թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեր հետ աշխատանք տանի, այո Սուրբ Հոգին շատ հզոր Աստված է նաև, երկրի վրա ինքն է գործում, օրինակ մի վկայություն պատմեմ, ես տարիներ առաջ շատ վատ վիճակում էի, ընտանիքում խնդիրներ, կամար որ ասի մենք խնդիր չունենք, ընտանիքում կամ անձնական, բոլորս էլ ունենք Փառտիրոջը, պիտի այդպես անցնենք ճանապարհը, կարելի ասել ես հոգևոր բլոկադայի մեջ էի, ու տենց հանձնել եմ Աստծուն, քնել եմ ու մեկ էլ քնած ժամանակ արթնացել եմ ժողովուրդ, անկեղծ ասում եմ, Սուրբ Հոգու այն ջրերը, որ հորդում են, չէ, ջրերի հոսքի ձայնից, առավոտ ասեք, դոբրե ուտրա, թե ինչի ռուսերեն ես չգիտեմ, այդ ձայնը ինձ կյանք տվեց ժողովուրդ ջան, ինձ ուժ տվեց, ես ավելի, եմ որ ասում եմ, հավեսով էի ծառայում, ավելի պատասխանատու ձևով,
այո նա կյանք տվող Աստված է, շնորհքի Աստված է, շնորհք է տալի մեզ, հայտնություն է տալի, խոսքը մենք երբ որ կարդում ենք, բացում այդ խոսքի էությունը, իմաստը, ու ի դեպը մենք պիտի անպայման աղոթենք, այնքան հոգևորներ կան, ասում են, կարդում ենք, բայց իմաստը չենք հասկանում, Սուրբ Հոգին բացում է։ Արտադիր չի ձայնով խոսա, ժողովուրդ ջան, առաջերտին գրքով է խոսում, խոսքով է խոսում, ներսից է խոսում, այդ վկայությունն եք ասեմ, կամ բարձր ձայնով, կամ հովի միջոցով, ինչ որ մեկի միջոցով, նա միշտ մեզ այդ կապի մեջ է, նա միշտ մեզ արթուն է պահում, մենք պիտի չքնենք ուղղակի, հանձնվենք Սուրբ Հոգուն։ Հիշում եք ինչպես Հիսուսը Վերնատանը ասել, չէ, ես Սուրբ Հոգին կուղարկեմ, եկեք այդ համարը կարդանք, Գործք առաքելոց 2-րդ գլուխ, հենց առաջի խոսքից, եւ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին, եւ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ, սաստիկ փչող քամու պես, եւ լցրեց բոլոր տունը, ուր նստած էին, եւ երևեցան նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրակից, եւ նստեց նրանց ամեն մեկի վրա, եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Հիմա հասկացանք, Սուրբ Հոգին լեզուներով խոսալ է տալիս, եթե կողքիդ որևէ մեկը լեզուներով աղոթի, չասեք, ես ինչա բլբլա, դա վիրավորական է, դա մեր պարգևն է լեզուներով խոսալը։ Մենք պիտի պարտադիր, եթե Հիսուսին Տեր ենք ընդունել, այդ համարն եք արդամ, անցնեմ մյուսին։ Հիմա տեսեք, երբ որ Պողոսը ասում է աշակերտներին, հավաքված են լինում Կորինթոսում, ասում է, արդյոք Սուրբ Հոգին ընդունեցիք, երբ որ հավատացիք։ Դրանք կապակցված են իրար հետ։ Եթե մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, մենք պիտի Սուրբ Հոգին ընդունենք, դա պարտադիր է։ Դա հոգևոր մեծ կարևոր նշանակություն ունի մեզ համար։ Հիմա ես անցնեմ վկայություններին ու արդեն կասեմ Սուրբ Հոգու կետերը, որ նշել եմ, մի քանի կետ եմ առանձնացրել։ Մեր հովիվը գիտենք մարգարեական պարգևներով, որ տված մարդափառ Տիրոջը, մեր հովիվը շատ լավն է, մենք պիտի իրան շատ հարգենք, եթե նա մեզ խորհուրդ է տալի, աղոթքի ժամանակ ինչ որ խոսք է ասում անգամ մենք պիտի ընդունենք, որտեղ դա ինքը չի ասում, դա մարդկային չի, դա Սուրբ Հոգին է։ Ես առաջ մի ժամանակ, որ ձերքս առողջ գրում էի, ես միշտ իմ հետ տետր էի ունենում, խորհուրդ կտամ ունենակ, միշտ գրառումներ էի անում, ու կովիդից առաջ չեմ հիշում, երևի տարի ավել, մեր հովիվը մարգարեացավ ու ես գրեցի, ասավ կգա մի ժամանակ, որ մարդիկ դիմակով են ման գալու։ Դա պատկերացնում եք համաշխարհային մասշտաբի մարգարեություն է, չէ՞ որ կովիդը ամբողջ աշխարհում կատարվեց։ Ու երբ մենք ստեղ չէինք հավաքվում, տնային խմբակ եւ այլն, սկայպով ենք միասին ծառայում, մի անգամ զանգեցի, ասի, Հովի ջան, դու գիտես, որ մարգարեացել ես, ինքը զարմացավ, որտեղ չէր հիշում, ինքը ասել է ու անցել է։ Այդ մի մարգարեություն, վկայություն։ Հետո իրանց բարեկամի համար է աղոթել մեր հովիվը, բարեկամը Հունաստանի բնակիչ է, հայրեն այդքան չէ, ինչքան հունարեն է իմացել։ Աղոթքը վերջացրել այդ բարեկամ ասել է, դուք հունարեն գիտեք, ասել է չէ, բասմա դուք հունարեն եք իմ վրա, մարգարեացել, դա Սուրբ Հոգին է եղել։ Այնպես որ ժողովուրդ ջան, շատ կարևոր է, շատ մեր լեզուներով աղոթքներ, Տիրոջը։ Հիմա ուզում եմ մի քանի կետ եմ առանձնացրել, մի փոքր նայենք, թե Սուրբ Հոգին ինչ է անում մեզ։ Առաջինը նա պարգև է, ժառանգության պարգև է, կյանքի պարգև է, մենք պիտի միշտ հիշենք դա ու պատվով, պատկառանքով պահենք այդ պարգևը, չկորցնենք, չէ ասում է, կա պահ նաև երբ Սուրբ Հոգին նեղանում է, հեռանում է, այդ ինչ մենք պիտի գործենք, որ հեռանա, ինքը ներող է, բայց զգուշավոր է, մեզ զգուշացնում է դա։ Երկրորդը Սուրբ Հոգին ըմբռնում է տալիս մեզ, գիտեք ինչ ըմբռնում, Աստծո խոսքի հասկացողություն, մեզ համար բացում է Քրիստոսի խաչելության, մահվան եւ հարության իմաստը, թե ինչի համար է չեմ մանրանում, ուղղակի
ինքը բացում է մեզ համար, մեր մտքի հորիզոններն է բացում, մեր միտքը նորոգում է, մենք ավելի խորությամբ ենք ընկալում, թե դա ինչի համար է Հիսուսը աշխարհի եկել, ինչի համար իրան չընդունեցին, խաչեցին, մահացավ ու ամենակարևորը երրորդ օրը հարություն առավ։ Էդի մասն էլ է մեզ բացահայտում, բացահայտման հոգի էլ է։ Սուրբ Հոգին տալիս է զորություն։ Չէ Հիսուսը ասավ, եւ դուք վերևից զորություն կառնեք, դա զորության հոգին է։ Տերը մեզ տվել է սպառազինություն, իշխանություն, որ գործի այդ զորությունը մենք կարողանանք իրավիճակների վրա։ Սուրբ Հոգին տալիս է մեզ կարիք ցանքի հոգի։ Գիտեք որն է դա, որ մենք մարդկանց, ասենք հիվանդին, դժվար իրավիճակներին, խնդիրներին երբեք անտարբեր չնայենք ժողովուրդ ջան։ Մենք կարիք ցանքով նրանց ֆիզիկական, հոգևոր վշտերին մենք սատար լինենք, կանգնենք, ունենք մենք եկեղեցում հիվանդներ։ Ես էլ եմ անցել դրա միջով, փառք Տիրոջը, Տերը թույլ է տվել, փառք իրան, բայց երբ զանգել են ինձ, ասենք վատ պահեր ա եղել, զանգել եմ, աղոթել ենք, դա Սուրբ Հոգին է արել ու մեզ միշտ բարձրացրել է։ Երբեք մենք անարգանքի խոսքեր չասենք, երբեք չասենք ինչի եղավ, ասենք Տեր շնորհակալ ենք, դու դա տվել ես, որ մենք ավելի զորանանք, ավելի մոտենանք քեզ, երբեք հակառակություն չգա մեր մեջ, Սուրբ Հոգին մաքրում է մեր ներսը։ Փառք Տիրոջը, եթե մեր կյանքը փոխվում է, մեր հայացքները, մեր բնավորությունը, մեր մոտեցումը, անգամ մեր լեզվի գործածությունը, լեքսիկոն ենք ասում, մեր բառերի մեջ երբեք անարգող բառեր մենք չօգտագործենք, Սուրբ Հոգին տանում է ժողովուրդ ջան։ Տեսնեմ ինչ եմ մոռացել ու կյանք տվող, այո, կյանք տվող հոգի է, որովհետև խոսքը ասում է Հիսուսը եկավ, որ մենք կյանք ունենանք այլ ավելիով։ Ամեն։ Տալիս է կրակ, ոյ, ամենակարևորը։ Մենք միշտ Սուրբ Հոգու կրակ ենք խնդրում։ Սուրբ Հոգու կրակը եւ բարձրացնում է մեզ, արդության կրակ է բերում, հայտնության, խոսքի, եւ եթե թույլ տանք մեր մեջ Սուրբ Հոգու կրակը այրում է մեր մեջ բոլոր ավելորդությունները, մենք պիտի միշտ կանգնենք Աստծո առաջ ու ասենք խնդրում եմ, այն որ քեզանից չի, այրի, մոխի իրարա, մեր բնավորության մեջ, մեր արարքի մեջ, մեր մոտեցումների մեջ, եկեք խոստովանենք բոլորս այս սխալներ ունենք, մինչև հիմա էլ ունենք, անսխալական մարդ չկա, բայց եթե մենք մտերմություն անենք Սուրբ Հոգուն, շփվենք իր հետ, թույլ տանք իրան ինքը իսկապես գործի այնպես ինչպես մեր Տերն է ուզում, իրոք այդ կրակը կայրի մեջ բոլոր ավելորդությունները, Փառք Տիրոջը Սուրբ Հոգու համար, հիմա ինքը այստեղ ներկա է ժողովուրդ ջան, ամբողջ մոլորակի վրա երևի հիմնականում կիրակի օրերն են եկեղեցիներում ծառայություն լինում, Հիսուսը ոնց կարար այցելի, եթե գնար մի տեղ, հետո մյուս տեղը մեզ եսին երբ հերթը կհասնել, բայց Սուրբ Հոգին ամեն տեղ է, Սուրբ Հոգին առաջնորդում է, ղեկավարում է, գործում է, հիմա մենք պիտի բացենք մեր սրտերը, հիմա էլ նա կարող է կտրի այն կապանքից, որ մարդը կախվածության մեջ է, կտրի այն բնավորության վատ գծից, ասենք մեկը անհաշտության մեջ է, ինչ-որ մեկի հետ խռովք ունի, դժգոհություն կա, այսօր Պենտեկոստեի օրն է, այսօր այն գծերի ավերման, բնաջնջման օրն է, Սուրբ Հոգին կարա կպնի, ուզում է սիրտներս բացենք իր առաջ, չփակենք ժողովուրդ ջան, մեր սիրտը պատրաստ պիտի, այ հիմա ես իր ներկայությունը զգում եմ, փառք Սուրբ Հոգուն, ու տվելա պարգևներ մեր ժողովուրդ ջան, հիմա անդրադառնանք պարգևներին, մի քիչ մակերեսային իհարկե, որտեղ ժամանակը չի հերիքի, հիմա տեսեք, առաջի Կորինթացիս 12 գլխի առաջի խոսքից, բայց հոգևոր պարգևների համար եղբայր չեմ կամենում, որ չգիտենաք, ուրեմն պետք է անպայման իմանանք։ Դուք գիտեք, թե երբ որ հեթանոս էիք, անձայն կուռքերի մոտ էիք տարվում, ինչպես որ առաջնորդվում էիք, նրա համար հայտնում եմ ձեզ, որ ոչով չկա Աստծո հոգովը խոսող, որ Հիսուսին նզովյալ ասե, դա մեզ է վերաբերվում, եթե Աստծո հոգին մեր մեջ է, մենք չենք կարա, իրավունք չունենք նզովյալ ասելու Տիրոջը, եւ ոչով չի կարող Հիսուսին Տեր ասել, եթե ոչ հոգով, սիրով, սրբով, այսինքն Սուրբ Հոգով պիտի պարտադիր Հիսուսին Տեր ասենք։
Պարգևները զանազան են, բայց հոգին նույնն է։ Եվ պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է։ Ներգործությունները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենը ամենքի մեջ ներգործում է, ուշադիր լսեք, խնդրում եմ։ Բայց ամեն մեկին տրված է հոգու հայտնությունը օգուտի համար։ Դա մեր օգուտի համար է միայն, որովհետև մեկին հոգուց տրված է իմաստության խոսք, ուրիշին գիտության խոսք, նույն հոգու չափով, մյուսին հավատ նույն հոգով, ուրիշին բժշկության պարգևներ նույն հոգով, ուրիշին զորությունների ներգործություններ, մարգարեություն, հոգիների ընտրություն, ուրիշին այլև այլ լեզուներ, ուրիշին լեզուների թարգմանություններ, բայց այս ամենը հենց միևնույն հոգին է ներգործում, ամեն մեկին բաժանելով, ինչպես կամենում է։ Գիտեք, մենք պիտի նախանձավոր լինենք, մենք պիտի ձգտենք այդ պարգևներին, տվողը Տերն է։ Մեր Աստված շատ բարի Աստված է, նա ունի շատ ծրագրեր, ունի շատ նպատակներ, շատ ճանապարհներ, մենք պիտի իր ճանապարհներով քայլենք ու իր խոսքը պատվավոր լինի մեր համար Աստծո խոսքը մեր կյանքում։